Այսօր Մոսկվայից Բաքու է արտաքսվել Ռուսաստանում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիար Հասանովը։ Թեմայի շուրջ մենք կզրուցենք Մոսկվայում Շանթ Նյուզի սեփական թղթակից Վահե Ավանեսյանի հետ։ Բարև Վահե։ Եվ հետաքրքիր է նախ ինչու են արտաքսել Հասանովին եւ առասարակ նա ինչով է հայտնի։ Պետք է ասել, որ Հասանովը դարձել է ադրբեջանական համայնքի ղեկավար 2022 թվականին, մինչ այդ նա գործարարությամբ է զբաղվել, բայց ինչպես ասում են իրենց հայրենակիցները, նա ղեկավարում էր այնպիսի կազմակերպություններ, ովքեր օգնում էին ադրբեջանական ծագումով բիզնեսմեններին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին, նրանց խնդիրներն էին լուծում եւ փոխարենը ստանում էին որոշակի գումարներ իրենց ծառայությունների համար։ Այսպես ասած, նա հարկեր էր հավաքում ադրբեջանցի գործարարներից։ Բայց 22 թվականին նրան հաջողվում է մասնակցել այսպես կոչված Շուշիի համաժողովին եւ այդ համաժողովից հետո նա գալիս է այստեղ խոսում է գրեթե Ադրբեջանի ղեկավարության անունից իր խոսակցություններում հայրենակիցների հետ նա անընդհատ շոշափում է Ադրբեջանի նախագահի անունը եւ շատ արագ դառնում է համայնքի ղեկավարը։ Եվ որպես համայնքի ղեկավար նա հայտնի է դառնում մի քանի հանգամանքներում։ Առաջինը նա կազմակերպում է համաժողով, որտեղ խոսում է այն մասին, որ Ռուսաստանի լրատվամիջոցները շատ վատ են լուսաբանում ադրբեջանական խնդիրները եւ նա իր դժգոհությունն է արտահայտում։ Հետո նա այցելում է Ռուսաստանի լեզվաբանական համալսարան եւ ռեկտորին հուշանվեր է տալիս, շեշտելով, որ այդ հուշանվերը բերել է Շուշիից։ Հետո նա սկսում է տարբեր տեղեր գլուխ գովել, որ ինքը հայերին տեղը դրեց, այսպիսի նվեր մատուցելով այդ համալսարանի ռեկտորին։ Այդ ժամանակ հայկական համայնքը սկսում է իր բողոքի ձայնը բարձրացնել եւ մեր հայրենակիցները տարբեր դիմումներով իրավապահ մարմիններին նշում էին, որ համայնքային կառույցը ղեկավարում է մի անձ, ով կիսակրիմինալ գործունեություն է ծավալում եւ անցած տարի սեպտեմբերին նրան զրկում են Ռուսաստանի քաղաքացիությունից, բայց նա շարունակում է իր գործունեությունը ծավալել եւ այս տարի հունիսին արդեն որպես պատիժ նրան ուղարկում են միգրանտների պահման ժամանակավոր կենտրոն, որտեղից էլ եւ ահա այսօր արտաքսեցին դեպի Բաքու, Ադրբեջան։ Եվ պետք է ասել արտակ, որ ադրբեջանական համայնքային կառույցները լավ բախտ չունեն Ռուսաստանում, որովհետև այսպես էլ մի կառույց կայուն նրանք չկարողացան ստեղծել, որովհետև բոլոր կառույցները, որ նրանք ստեղծում են ժամանակ առ ժամանակ, քայքայվում են ներքին խռովությունների պատճառով, օրենքները չպահպանելու համար, եւ ահա այսօր նույնպես իրենց կառույցը չունի ղեկավար։ Վահե եւ առասարակ ադրբեջանական կառույցների ղեկավարների հանդեպ այս մոտեցումը նոր չէ, ես հիշում եմ դարձյալ դեպքեր, երբ ռուսական իշխանությունները բավականին կոշտ են վերաբերվել ադրբեջանական կառույցների ղեկավարներին, կարծում եմ արժի հիշեցնել, թե երբանից սկսվեց այս լարվածությունը, հետագայում ինչ դրսևորումներ ունեցավ։ Լարվածությունը սկսվեց 24 թվականի դեկտեմբերին, երբ ադրբեջանական ավիաընկերությունների ինքնաթիռը խոցվեց Ռուսաստանի երկնքում, ապա այն ընկավ Ղազախստանի տարածքում։ Այդ ժամանակ Ադրբեջանը շատ կոպիտ ուղիղ մեղադրում էր Ռուսաստանին այդ միջադեպի կապակցությամբ, չնայած որևէ եզրակացություն անելու հիմք այդ ժամանակ չկար։ Եվ սկսվեց այդ ժամանակվանից լարվածությունը երկու երկրների միջև եւ առաջին այդպիսի հնչեղ գործողությունը տեղի ունեցավ Եկատերինբուրգում, երբ իրենց համայնքի ղեկավարին Շահին Շիխլինսկուն ձերբակալեցին շատ կոպիտ ձևով եւ նրա տունը խուզարկեցին, իր որդուն ձերբակալեցին։ Դա Ադրբեջանի կողմից բավական բացասական ընդունվեց եւ ի պատասխան նրանք Ադրբեջանում Բաքվում ձերբակալեցին ռուս ռելոկանտների, մեղադրելով, որ դրանք զբաղվում են կիբեր հանցագործություններով, տարածում են թմրանյութեր եւ մինչ այժմ իմիջիայլոց այդ երիտասարդները բանտարկված են Բաքվում եւ բաց չեն թողնում նրանց։ Դրան հետևեցին նաեւ տարբեր համայնքներում ձերբակալություններ, Վորոնեժում, Սարատովում,
որոշ դեպքերում զրկում էին Ռուսաստանի քաղաքացիությունից, իդեպ Շիգլինսկու 22 տարվա ազատազրկման են դատապարտել եւ Ադրբեջանը իր պատասխան գործողություններն էր անում ամեն անգամ, երբ այդպիսի դեպքեր էին գրանցվում Ռուսաստանում, նրանք Բաքվում փակեցին Russia Today գործակալության ֆիլիալը, նրանք փակեցին Մոսկվայի տունը, դա Ռուսաստանի համար նույնպես շատ նուրբ հարցեր եւ զգայուն հարցեր, բայց ամեն դեպքում Ադրբեջանում գնացին այդ քայլին եւ փակեցին Մոսկվայի տունը, ավելի առաջ գնացին, նրանք ակնհայտորեն հայտարարում են իրենց աջակցությունը Ուկրաինային, բոլորը հիշում են այստեղ Ռուսաստանում չեն մոռանում, որ Ադրբեջանի նախագահը խորհուրդ էր տալիս Զելենսկուն ոչ մի դեպքում չհամաձայնվել իրենց հողերի օկուպացիայի հետ եւ այդ հայտարարությունը ժամանակ առ ժամանակ հիշեցնում են, որ Ադրբեջանը վառելանյութ է ուղարկում, օգնություն է ուղարկում Ուկրաինային եւ այդ կոնֆլիկտում նա միանշանակորեն զբաղեցնում է հակառուսական դիրք եւ սա նույնպես շատ կարեւոր խոչընդոտ է երկու երկրների հարաբերությունների միջեւ։ Վահետես, մի կողմից մենք այս փաստերի մասին խոսում ենք, կարծես խորը ճգնաժամ կա երկու երկրների հարաբերություններում եւ լավացման միտումներ կարծես թե չենք նկատում, բայց մյուս կողմից դա ոնց որ թե չի խանգարում տնտեսական համագործակցությանը Ռուսաստանի եւ Ադրբեջանի։ Առասարակ ռուսական կողմը ինչպես է գնահատում ներկայիս ռուս-ադրբեջանական հարաբերությունները եւ ինչպիսի հեռանկար է տեսնում։ Ես կասեի, որ ռուսական կողմը սպասողական դիրքորոշում ունի ռուս-ադրբեջանական հարաբերություններում, նրանք ունեն, ինձ թվում է, այս լարվածությունը այն աստիճանի է հասել, որ ցանկացած պահի կարող է բռնկվել, բայց զսպվածություն է ցուցաբերվում ռուսական կողմից եւ Ադրբեջանում էլ երևի թե չեն ցանկանում, որ այն շատ խորացվի, բայց ամեն դեպքում Ադրբեջանում ասում են, որ սա խանդի դրսևորում է Ռուսաստանի կողմից, Ռուսաստանը ոչ մի կերպ չի ուզում հաշտվել, որ իբր Ադրբեջանը հզորանում է, ինքնուրույն է դարձել եւ այս ճնշումները դրա այդ են վկայում, իսկ Ռուսաստանը, այսպես ասած, զսպվածություն է ցուցաբերում, վերջերս հերթական ինչ-որ նման առիթով Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ մենք Ադրբեջանի դիրքորոշման հետ համաձայն չենք եւ փորձելու ենք նրանց հագիստ մթնոլորտում բացատրել, հասկացնել մեր դիրքորոշումը։ Եվ այս լարվածությունը շարունակում է ու այսպիսի դեպքերը, երբ արտաքսվում է որևէ գործիչ կամ ձերբակալվում է իրենց հանցագործությունների համար, կարող է դառնալ այսպիսի բուռն զարգացման հրձիգ լինել երկու երկրների հարաբերությունների մեջ։ Շնորհակալություն Վահե, հարգելի հեռուստատողներ, ես հիշեցնեմ, որ մենք հեռավար զրուցում ենք մեր մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանի հետ։